Յոհան Քրիստիան Կլաուսենդալ ծնվել է 1788 թվականի փետրվարի 24-ին Նորվեգիայի երկրորդ քաղաք Բերգենում։ Նկարչության դասեր է առել հայրենի քաղաքում նկարիչ Մյուլլերի մոտ 1808 թվականին։ 1811 թվականից ուղևորվում է Դանիա և ընդունվում է սովորելու Կոպենհագենի գեղարվեստի ակադեմիայում։ 1817 թվականից Յոհան Քրիստիան Կլաուսենդալը այստեղ նկարչության դասարանում սկսում է ուսուցչությամբ զբաղվել, իսկ 1818 թվականից ապրում ու ստեղծագործում է Դրեզդենում։ Հենց այս գերմանական քաղաքում Յոհան Քրիստիան Կլաուսենդալը ծանոթանում է գերմանացի գեղանկարիչ Կասպար Դավիթ Ֆրիդրիխի հետ։ Վերջինս մեծ ազդեցություն թողեց Յոհան Քրիստիան Կլաուսենդալի ստեղծագործական կյանքի վրա։ Յոհան Քրիստիան Կլաուսենդալի կտավներում զգացվում է գերմանական ռոմանտիզմի ազդեցությունը։ Ամառային ամիսներին նկարիչը հաճախակի էր այցելում հայրենիք։ 1820 թվականից սկսած ուղևորվում է Իտալիա և աշխատանքի անցնում Նեապոլում։ Այստեղ նա տարվում է բնատեսարաններով և սկսում է դրանք կտավին հանձնել։ Իտալիայում եղած տարիներին ստեղծում է իր լավագույն կտավներից մեկը՝ Վեզուվի ժայթքումը, որի առաջին պլանում, ինչպես Ֆրիդրիխի կտավներում, պատկերված են մարդիկ։ Յոհան Քրիստիան Կլաուսենդալն ապրել և ստեղծագործել է իտալական Մոնտե Սանտ Անջելո բնակավայրի արվարձանում։ Նկարիչը բազմաթիվ անգամներ ջրաներկով ու յուղաներկով պատկերել է իր վիլլայի պատշգամբից և պատուհաններից բացվող տեսարանները։ Ուսումնասիրելով հոլանդական գեղանկարչությունը, նա իր բնանկարներում հաճախակի է օգտագործում տոնայնությունը, գուներանգությունը։ 1818 թվականին նա ստանում է հատուկ թոշակ դանիական արքայազն Ֆրեդերիկի կողմից և ուղևորվում է Սաքսոնիա ու հիմնավորվում Դրեզդենում։ Այստեղ Յոհան Քրիստիան Կլաուսենդալը միանում է ռոմանտիկ նկարիչների խմբին, որը ձևավորվել էր Կասպար Դավիթ Ֆրիդրիխի շուրջ։ Շուտով նկարիչը ամուսնանում է Էմիլիա ֆոն Բլոկի հետ։ 1820-ից 1823 թվականներին վերստին այցելում է Իտալիա։ Այստեղ նա հետաքրքրվում է անտիկ հնություններով և հիանալի բնատեսարաններով։ 1824 թվականին նա վերադառնում է Դրեզդեն։ Այստեղ Ֆրիդրիխի հետ համատեղ ստանում է պրոֆեսորի կաֆեդրը տեղի գեղարվեստի ակադեմիայում։ Դրանից հետո ևս մի քանի անգամ հայրենիք ու եվրոպական այլ երկրներ շրջագայություններ է կատարում։ Իմպրեսիոնիզմի ոճով ստեղծված նրա ստեղծագործությունները, որոնցում պատկերված է Նորվեգիայի բնությունը, մեծ հռչակ վայելեցին։ Յոհան Քրիստիան Կլաուսենդալը իր կտավներում պահպանել է 17-րդ դարի հոլանդացի գեղանկարիչների ոճը։ Դարը հիմնականում վրձնի էր հանձնում լեռների, գետերի, դաշտերի, հովիտների ու նորվեգական լճերի տեսարանները։ Նկարչի կտավները հիմնականում համայնապատկերներ են։ 1857 թվականի հոկտեմբերի 14-ին 69 տարեկան հասակում Յոհան Քրիստիան Կլաուսենդալը կնքում է իր մահկանացուն գերմանական Դրեզդեն քաղաքում։